երկար ժամանակ զբաղվել եք փաստաբանական ծառայությամբ եւ ձեր գործընկերները նշեցին, որ փաստաբանական համայնքը կորուստ գրեց իդեմս ձեզ։ Ես ձեզ վաղուց եմ ճանաչում, որովհետեւ իմ ավագ որդու հետ եք ուսանել ֆրանսիական համալսարանում եւ այս իմաստով նաեւ հարցս այդ անցյալից եկող նաեւ այդ ճանապարհը, որ անցել եք դժվարությամբ, կրթությունը ստացել եք շատ այդ ֆրանսիական համալսարանի կրթությունը այդ տարիներին շատ բարձր կրթություն էր դիտվում եւ երկուստեն շարունակեցիք Ֆրանսիայում ձեր կրթությունը, հետեւաբար իմ մոտ հարց է առաջանում։ Դուք որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հայաստանի Հանրապետությանը ավելի արդյունավետ կծառայեք որպես փաստաբան, թե որպես քաղաքական գործիչ։ Ոչ թե պահի տրամադրությամբ, այլ ամբողջ գիտելիքներով, իսկապես իմ մոտ դա հարցական է, այնպես չի, որ ես հարցը տալիս եմ ինքնանպատակ, ես ինքս մտածում եմ, թե որն է ավելի ճիշտ, եւ կխնդրեմ ձեր պատասխանը, շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, շատ շնորհակալություն հարցի համար։ Ես մի փոքր առավել անկեղծ բան ասեմ, ճիշտն ասած, քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը։ Հիմա քանի որ փաստաբանությամբ բավականին երկար աշխատելուց հետո, պարոն Բագրատյան, ես կարող էի ֆինանսական առումով կայացվածություն ձեռք բերելուց հետո ինձ թույլ տալ գնալ մանկական երազանքների հետևից, առնվազն փորձել։ Որոշեցի գնամ մանկական երազանքներս իրականացնելու հետևից։ Այ որքանով դա ինձ մոտ կստացվի, ժամանակը ցույց կտա, ես էլ ես, բա ինչ եմ կարող պատասխանել։ Շնորհակալություն շատ։ Արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար, ես միշտ գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր անհատ այո պիտի իր երազանքների հետևից գնա։ Եվ այս իմաստով կմաղթեմ, որ մեզանից յուրաքանչյուր երազանքներին նախ կարողանա հասնել եւ երկրորդը անվերապահ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, պարոն Բագրատյան։ Իդեպ ասեմ, այդ երազանքը շատ ամրապնդվեց 98 թվականին, երբ առիթ ունեցա շատ մոտիկ ձևով շփվել Վազգեն Սարգսյանի հետ, ու դա ոնց որ իմ համար հաստատեց իմ մանկական երազանքը փորձել առաջ տանելու գաղափարը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, իմ երազանքն էլ է, որ մինիստ գոնե 20 նկատողությունից պակաս անեմ։ Խնդրում եմ։ Լռություն։